Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվել ջրօրհնեքի կարգ։ Հստավանդույթի խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Խաչով ապա մյուրոնով օրհնվում է ջուրն ու հավատացյալները այդ ջրից տուն են տանում որպես օրհնություն ու դեղ հիվանդների համար։ Առավոտյան վարչապետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի։ Ներկա են եղել նաև նախագահը, ազգային ժողովի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։ Գեցո Տերը ողորմյա, պահպանյա ըզմես Քրիստոս Աստված մեր, ընդհովանյավ Սուրբ եւ պատվական խաչի քոյի խաղաղության, փրկյա ազատ երևել եւ աներևույթ շնամվույն, աժանավորյա գոթյան փառավորելս քեզ ընդհոր եւ ընդհոգույց սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ եղերուկ իշնորհած Սուրբ Հոգվույն, երթակի խաղաղության եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ եւ ընդամենեսյանսս ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Պատարագից հետո մեկնարկել է ուխտեր դեպի Սուրբ Կաթողիկե եկեղեցի երթիավարտին Նիկոլ Փաշինյանը եկեղեցու Բաքում ելույթում խոսել է խաղաղության մասին, նշել, որ ինքներս պետք է ստեղծենք խաղաղությունն այսօր։ Քայլել են ասելու, որ գնում են Քրիստոսի պատգամի հետևից։ Քրիստոնեական եւ պետական հանգրվանից պետք է նորոգվել, առերեսվել մեր անցած ճանապարհի հետ, կայացնել որոշումներ, ասել է Փաշինյանը։ Մենք այսօր նաեւ արձանագրում ենք, որ ահա այս հանգրվանից, քրիստոնեական եւ պետական այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի եւ մեզ պետք է կայացնել որոշումներ։ Այսօր եւ ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ ցավոք այսօր եկեղեցու
փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Իսկ նախորդային եկեղեցիներում տեղի է ունեցել ժամերգություն, ապա ջրաքալույցի պատարակ, երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ջրակները տուն են տարել։ Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Ջրաքալույցի երեկոյին վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով։ Սիրելի ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ջրաքալույցը եւ ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով։ Սաղմոս համար 63 զրպարտողների պատիժը, այսուհետև Սաղմոս Դավթի։ Աստված, երբ աղաչեմ քեզ, աղոթքս լսիր։ Թշնամու սարսափից փրկիր ինձ։ Թաքցրու ինձ չարագործների ամբոխից եւ անօրենություն գործողների բազմությունից։ Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար, որպեսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, հանկարծակի նետահարեն նրանց առանց երկյուղի։ Նրանք զորացան իրենց չարախոսությամբ, մտածեցին իմ դեմ որոգայթ լարել եւ ասացին Տերը դա չի տեսնի։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող մարդ մերձենա իր սրտի խորությամբ եւ Աստված թող բարձր լինի։ Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց լեզուները տկարացան եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովվեն։ Բոլոր մարդիկ վախեցան եւ պատմեցին Աստծո գործերը եւ հասու դարձան նրա արածներին։ Արդարը պիտի ուրախանա Տիրոջով հույսը դնելով նրա վրա։ Սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ աղետիս։ Մայրաթոռում եւս մարդաշատ էր, պատարագին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Ձերսին եւ շուրջ եղեց սեղանով քուֆտեր։ Դա տարա ինձ դես, ես համբծության իմում գնացի, ի քեզ ուսացա Տեր, զիմի եղեց հիվանդ։ Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, Այժմ է միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Լարված վիճակ էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Հայկ Քահանա Սահակյանին թույլ չեն տվել մուտք գործել եկեղեցի։ Հիշեցնեմ, ավելի վաղ Թալինի քաղաքապետը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում պատարագ է մատուցելու կարգալույց եղած քահանա Տեր Թադեն։ Քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ Տեր Հայկը եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել Տեր Թադեն։ Այլ թեմաներ, նախորդ տարին պատմական է որակում Ադրբեջանի նախագահը, հենց 2025-ին քաղաքական տեսանկյունից ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի պատերազմը եւ մենք արդեն մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին Ալիևը հայտարարել է 3 տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, նշել է նա ու շեշտել, որ տնտեսական եւ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Հայաստանը միայն կշահի ու դուրս կգա ներկա փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհներ Ադրբեջանի եւ Հայաստանի
Հայաստանի միջև, նաև Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։ Այսինքն դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինի պարտվող կողմ։ Եթե ինչ-որ մեկն իրեն քաղաքական տեսանկյունից պարտվող է համարում, ապա ինչպես ասում են, դա իր խնդիրն է։ Սակայն եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից կկարողանա տեսնել իր համար օգտակար կողմերը, շեշտել է Ալիևը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են օգնել Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերանորոգմանը եւ արդիականացմանը ԱՄՆ-ի կառավարության կողմից սուբսիդիաների դիմաց։ Այդ գաղափարը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա կարծում է, որ ամերիկյան ընկերությունները կարող են ավարտել Վենեսուելայում նավթի արդյունահանման ընդլայնման նախագիծը 18 ամսվա ընթացքում, սակայն նշել է, որ դրա համար կպահանջվի զգալի գումար։ ԱՄՆ-ի նավթարդյունաբերության խաղացողներն իրենց հերթին դեռ զգուշավոր են Վենեսուելայի վերաբերյալ մեկնաբանությունների հարցում։ Ներդրողները վստահ են, որ կարող են ձեռք բերել եւ պահպանել տեղական նավթի պաշարների հասանելիությունը։ Փորձագետների կարծիքով ամերիկացի խաղացողների մուտքը Վենեսուելա կխոչընդոտվի ինչպես տեղական ենթակառուցվածքների բացակայության կամ վատթարացման, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով։ Ավելին, Վենեսուելայում ամերիկյան նման ներկայության իրավական հիմքը եւ Վաշինգտոնի երկարաժամկետ քաղաքականությունը տվյալ ոլորտում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից հետո մնում են անորոշ։ Իրանում ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի եւ զոհվել առնվազն 29 ցուցարար, հաղորդել է իրանական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ 9-րդ օրը Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը եւ գործադուլները։ Հավաքված եւ ստուգված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անվտանգ միջավայրին, իրավապահ եւ անվտանգության ուժերի ընդլայնված ներկայությանը, բողոքի ցույցերի աշխարհագրական շրջանակը չի նվազել։ Ընդհակառակը, բողոքի գործողությունների բազմազան ձևերը շարունակվում են ամբողջ երկրում։ Վերջին օրերին 27 նահանգի 88 քաղաքում առնվազն 257 վայրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, գրել է իրավապաշտպան կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցեր սկսել են դոլարի նկատմամբ իրանական ռիալի աննախադեպ անկման ֆոնին։ Մի շարք իրանական պաշտոնյաներ արդեն հրաժարական են տվել։ ԱՄՆ պետդեպարտամենտն օտարալեզու X սոցիալական ցանցի էջերում մի քանի լեզուներով, այդ թվում ռուսերենով, հրապարակել է «Խաղեր մի խաղացեք» նախագահ Թրամփի հետ հաղորդագրությունը։ Նման գրառումներ հրապարակվել է նաև արաբերենով։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև արևմտյան կիսագունդը հայտարարել է Վաշինգտոնի հետաքրքրության գոտի։ Սա մեր կիսագունդն է եւ նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ դրվի, ասվում է պետդեպարտամենտի X-ի գրառման մեջ։ Միայն Գրենլանդիան եւ Դանիան պետք է որոշեն Գրենլանդիայի ապագան, հայտարարել է Քիր Սթարմերը։ ԱՄՆ նախագահը եւ նրա վարչակազմը բազմիցս բարձրացրել են կիսաինքնավար դանիական տարածքի Միացյալ Նահանգների մի մասը դառնալու հեռանկարը։ Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետները կտրականապես մերժել են այդ գաղափարը։ Գրենլանդիայի վարչապետը արձագանքել է Թրամփի վերջին մեկնաբանություններին եւ կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողության գաղափարը որակել է որպես ֆանտազիա։ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության 3 երկրներից որևէ մեկը, հայտարարել է Դանիայի վարչապետը։ Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Զգացվել են ուժեղ ցնցումներ, սակայն ցունամիի կամ ատոմակայանում խնդիրների սպառնալիք չկա։ Շիմանեի եւ Հարեֆան Տոտորի պրեֆեկտուրայի որոշ հատվածներում ցնցումները հասել են 5 մագնիտուդի։ Ըստ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակի դա բավարար է առօրյա կյանքը խաթարելու համար, բայց ոչ բավարար լայնածավալ ավերածություններ առաջացնելու համար։ Տեղի ունեցած երկրաշարժից հետո 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա ցամաքում։ Երկրաշարժի ամենաուժեղ վայրերից են եղել պրեֆեկտուրայի մայրաքաղաք Մացուեն եւ մոտակա մի քանի քաղաքներ։ Կան նաև հաղորդագրություններ ճանապարհների ծածկույթների եւ տանիքների վնասման մասին։ Գրանցվել են նաև ջրամատակարարման խափանումներ մի քանի տարածքներում, տվյալները թարմացվում են։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Երեք շղթայական վթար է եղել Արագածոտնի մարզում երեկոյան Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Mitsubishi, Mercedes ու Lada Magnishi մեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ Mercedes հայտնվել է ձնակույտում։ Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայրի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Աշոտսկի, Ամասիայի եւ Վանաձորի շրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Դեպարտամենտից հորդորում են ուշադիր լինել, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։